Մատթեոս 18 Մեծը արքայության մեջ։ Այն օրը աշակերտները մոտեցան Հիսուսին և ասացին. Մեզնից ով է մեծ երկնքի արքայության մեջ։ Եվ Հիսուս իր մոտ կանչեց մի մանուկ, կանգնեցրեց նրան նրանց մեջ ու ասաց. Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի։ Արդ, ով իր անձը խոնարհեցնում է, ինչպես այս մանուկը, երկնքի արքայության մեջ նա է մեծ։ Եվ ով որ իմ անունով մի այսպիսի մանուկ ընդունելու լինի, ինձ կընդունի։ Եվ ով որ ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, նրա համար լավ կլինի, որ նրա պարանոցից էշի երկնաքար կախվի, և նա սուզվի ծովի խորքը։ Վայ աշխարհին գայթակղությունների պատճառով։ Գայթակղություններ պետք է որ գան, բայց վայ այն մարդուն, որի միջոցով կգա գայթակղությունը։ Եթե քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրիր այն և դեն գցիր քեզնից։ Լավ է, որ դու մեկ ձեռքով կամ կաղ մտնես կյանք, քան երկու ձեռք ու երկու ոտք ունենաս և հավիտենական կրակի մեջ ընկնես։ Եվ եթե քո աչքն է գայթակղեցնում քեզ, հանիր այն և դեն գցիր քեզնից։ Լավ է, որ դու միականի մտնես կյանք, քան երկու աչք ունենաս և ընկնես գեհենի կրակը։ Զգույշ եղեք, որ այս փոքրիկներից մեկին չարհամարհեք, ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները մշտապես տեսնում են երեսն իմ հոր, որ երկնքում է, որովհետև մարդու որդին եկավ փրկելու կորածը։ Կորուսյալ ոչխարը։ Ձեզ ինչպես է թվում, եթե մի մարդ 100 ոչխար ունենա, և նրանցից մեկը մոլորվի, 99 ոչխարը լեռան վրա չի թողնի ու գնա որոնելու մոլորվածին։ Եվ եթե պատահի, որ այն գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե նրա վրա ավելի կուրախանա, քան 99-ի վրա, որ մոլորված չեն։ Այսպես իմ երկնավոր հոր կամքը չէ, որ այս փոքրիկներից մեկը կորչի։ Անհիշաչարություն։ Եթե եղբայրդ քո դեմ մեղանչի, գնա հանդիմանիր նրան, երբ դու և նա մենակ եք։ Եթե քեզ լսի, քո եղբորը շահեցիր, իսկ եթե քեզ չլսի, առ քեզ հետ մեկին և կամ երկուսին, որպեսզի 2 կամ 3 վկաների բերանով հաստատվի ամեն ինչ։ Իսկ եթե նրանց էլ չլսի, կասես հավատացյալների ժողովում, իսկ եթե նրանց էլ չլսի, թող նա քեզ համար լինի ինչպես հեթանոսը և մաքսավորը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ կապեք երկրի վրա, կապված պիտի լինի երկնքում, և ինչ որ արձակեք երկրի վրա, թող արձակված լինի երկնքում։ Դարձյալ ձեզ ասում եմ, եթե ձեզնից երկուսը միաբանվեն երկրի վրա որևէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կկատարվի նրանց համար իմ հոր կողմից, որ երկնքում է։ Որովհետև ուր 2 կամ 3 հոգի հավաքված լինեն իմ անունով, այնտեղ ես եմ նրանց մեջ։ Այն ժամանակ Պետրոսը մոտեցավ նրան ու ասաց. Տե՛ր, քանի անգամ, եթե եղբայրս իմ դեմ մեղանչի, պետք է ներեմ նրան։ Մինչև 7 անգամ։ Հիսուս նրան ասաց. Քեզ չեմ ասում, թե մինչև 7 անգամ, այլ մինչև 70 անգամ 7։ Անխիղճ պարտադեր ծառայի առակը։ Այսպես երկնքի արքայությունը նմանվում է մի թագավորի,
որ կամեցավ ծառաների հետ իր հաշիվները կարգադրել։ Երբ սկսեց հաշիվն ընդունել, նրա մոտ բերվեց 10,000 քանքարի, մի պարտապան, և քանի որ նա վճարելու բան չուներ, նրա տերը հրամայեց վաճառել նրան և նրա կնոջն ու որդիներին, և այն ամենը, ինչ նա ուներ, և պարտքը հատուցել։ Եվ ծառան գետնին ընկնելով երկրպագում էր նրան և ասում. «Համբերող եղիր իմ հանդեպ, և բոլորը կվճարեմ քեզ»։ Այդ ծառայի տերը գթալով արձակեց նրան և պարտքը նրան շնորհեց։ Իսկ ծառան դուրս ելնելով գտավ իր ծառայակիցներից մեկին, որ իրեն 100 դահեկան պարտք էր, և նրան բռնելով խեղդում էր ու ասում. «Վճարիր ինձ, ինչ որ պարտք ես»։ Իսկ ծառայակիցը ընկնելով նրա ոտքերը աղաչում էր նրան և ասում. «Համբերող եղիր իմ հանդեպ և կվճարեմ քեզ»։ Իսկ սա չէր կամենում, գնաց նրան բանտ նետել տվեց, մինչև որ պարտքը վճարեր։ Նրա ծառայակիցները, երբ տեսան եղածը, շատ տրտմեցին և եկան ու իրենց տիրոջը պատմեցին այն ամենը, ինչ եղել էր։ Այն ժամանակ տերը կանչեց նրան և ասաց. «Չար ծառա, քո ամբողջ պարտքը քեզ շնորհեցի նրա համար, որ աղաչեցիր ինձ։ Իսկ պետք չէր, որ դու էլ գթայիր քո ծառայակցին, ինչպես ես էլ քեզ գթացի»։ Եվ նրա տերը բարկանալով նրան հանձնեց դահիճներին, մինչև որ հատուցեր բոլոր պարտքերը։ Նույնը պիտի անի ձեզ և իմ Հայրը, որ երկնքում է, եթե ձեզանից յուրաքանչյուրը սրտանց չների իր եղբորը նրա հանցանքները։